Լոս Անջելեսի մարզում ապրիլը հայտարարվեց հայոց պատմության ամիս։ Մեծ ու միջին 15 քաղաք ընդգրկող մարզի կառավարիչների խորհուրդը որոշումը կայացրել է հաշվի առնելով, որ ամերիկյան ամենախիտ բնակեցված վարչական այս միավորի բնակչության զգալի մասը կազմում է հայ համայնքը։ Լոս Անջելեսի նորընտիր կառավարիչ Քեթրին Բարգերը շարունակում է իր իրավանախորդի Մայք Անտոնովիչի ստեղծած ավանդույթը եւ հայաշատ մարզի 10 միլիոն բնակիչների անունից խորհուրդը միանում է հայ համայնքի համար կարևոր ցեղասպանության զոհերի հիշատակի ամսվա միջոցառումներին։ Կառավարիչների խորհրդի որոշման տեքստում նշված է. Չնայած 100 տարի առաջ հայ ժողովրդին բնաջնջելու փորձերին, հայերը կարողացան ապրել եւ իրենց ներկայությամբ հարստացնել այն բնակավայրը, որտեղ ապրում են։ Այդ ամենն աննկատ չի մնում։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ապրիլի 24-ին ոգեկոչելուց բացի, մենք նաեւ ցանկանում ենք ուրախությամբ նշել հայկական մշակույթի ներկայությունը մեզանում։ Մեծ պատիվ է մեզ համար ճանաչել նրանց պատմությունն ու կիսել ձեռքբերումները։ Հայոց պատմության ամիս հռչակված ապրիլին Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդը նախատեսում է միջոցառումների շարք, որոնց ընթացքում մտադիր են պատվել ամերիկյան հասարակության կյանքում նշանակալի ցավանդ ունեցած հայ գործիչներին։ Իսկ մարզի հայաշատ քաղաքներում հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները արդեն մեկնարկել են։ Հայդատի հանձնախմբի նախաձեռնությամբ Գլենդեյլի դպրոցներում ներկայացվում է անցած 100 տարվա ընթացքում հայոց ցեղասպանությամբ սկիզբ առած չարիքի պատմությունը։ Այս վրաններից ամեն մեկը ընդգրկում է ցեղասպանություն ողբերգության տարբեր դրվագներ։ Շարքը սկսվում է հայոց ցեղասպանությամբ, ապա հոլոկոստը, Կամբոջան եւ Դարֆուրը։ Վերջին վրանում փակցված են հարցեր, որոնք աշակերտին կստիպեն մտածել, ում թողտվությամբ է տեղի ունեցել ցեղասպանությունը, ովքեր են հանցագործները, ովքեր են նպաստել եւ ովքեր են ընդդիմացել։ Ակցիայի կազմակերպիչները ընդգծում են, որ ոչ միայն իրազեկում են աշակերտներին, այլև ցույց տալիս, թե ինչպես էր հնարավոր ժամանակին կանխել ցեղասպանությունը եւ այժմ էլ որքան հեշտ է չարիքի դեմն առնել ընդհանրապես անտարբերության պատը ճեղքելով։ Այս տարի հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցն է եւ մենք նույնպես մասնակից ենք դառնում համայնքի միջոցառումներին։ Այս ամենը հույս է ներշնչում, որ մեր ուսանողությունը կմիավորվի այս խնդրի շուրջ, պաշտպանելու մարդկությանը շարունակվող չարիքից։ Սա հրաշալի նախաձեռնություն է։ Ինձ դուր եկավ մեկ վայրում ծանոթանալ աշխարհով մեկ տեղի ունեցած ցեղասպանությունների մանրամասներին։ Հաճելի է իմանալ, որ օտարներին նույնպես ուզում է մեր ցեղասպանության մասին իրազեկության բարձրացման խնդիրը։ Հաջորդ շաբաթվանից գրեթե ամեն օր Լոս Անջելեսի մարզի հայաշատ քաղաքներում նախատեսված են հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Լիլիթ Ցետրակյան, Օրիկ Գյուլեզյան, Օրակարգ, Միացյալ Նահանգներ։